Սա ամենասարսափելի և ողբերգական ավիավթարն է ամբողջ ավիացիայի և մարկության պատմության մեջ, երբ երկու ամենամեծ ինքնաթիռները բախվեցին միմյանց հենց թռիչքուղում, զոհվեց 583 մարդ։ Ռադիոհաղորդիչի թյուրիմացություն, մառախլապատ թռիչքուղի, ինչպես սխալների շղթան դարձավ երբևիցե ամենամեծ ավիաաղետի պատճառը։ Եվ այսպես 1977 թվական մարտի 27 Կալիֆորնիա, Լոս Անջելես, Pan American ավիաընկերության Boeing 747-ը, որը տվյալ ժամանակների ամենամեծ ինքնաթիռն է, պատրաստվում է երկար թռիչքի դեպի Կանարյան կղզիներ, Լաս Պալմաս։ Ներսում 380 ուղևոր և 16 անձնակազմի անդամներ։ Օդաչուն փորձառու 56-ամյա Վիկտոր Գրապսն է։ Այդ օրը նրանք միակը չեն, ովքեր մեկնում են կանարներ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից KLM ավիաընկերության Boeing 747-ը նույնպես մեկնում է կղզիներ, որում գտնվում է 248 հոգի, որոնցից 14-ը անձնակազմի անդամներն են։ Օդաչուն ավիաընկերության ամենափորձառուն է, կապիտան Յակոբ Վան Զանտենը։ Թռիչքները չարտերային են, բոլորը զբոսաշրջիկներ։ Բոլորը մեկնում են հանգստանալու Կանարյան կղզիներ։ Այն շատ հիանալի վայր է հանգիստ անցկացնելու համար, բայց այդ տարիներին այնտեղ քաղաքական վիճակը կայուն չէր։ Կառավարությունը ցանկանում էր անկախանալ Իսպանիայից, ինչի հետևանքով հաճախ լինում էին անկարգություններ։ Երբ KLM-ի Boeing-ը մոտենում է Լաս Պալմասի օդանավակայանին, նրանց հայտնում են, որ տեղի է ունեցել ահաբեկչություն։ Ահաբեկիչները ռումբ են պայթեցրել օդանավակայանում։ Բարեբախտաբար զոհեր չեն լինում։ Դիսպեչերը հրահանգ է տալիս KLM-ի անձնակազմին վայրէջք կատարել հարևանությամբ գտնվող Թեներիֆեի Լոս Ռոդեո օդանավակայանում։ Քիչ անց նույն հրահանգը ստանում է նաև Pan American-ի անձնակազմը, նրանք նույնպես վայրէջք են կատարում Թեներիֆեում։ Այս օդանավակայանը չափսերով բավական փոքր է, ունի ընդամենը 1 թռիչքուղի, այսօր այն գերծանրաբեռնված է, այն նախատեսված չէ նման մեծ ինքնաթիռների համար, բայց սա առանձնահատուկ օր է։ Հենց այսօր է լինելու այն սարսափելի ավիավթարը, որը մեկընդմիշտ փոխելու է ամբողջ աշխարհի ավիացիայի օրենքները։ Քանի որ դեռ անհայտ է, թե ինչքան պետք է սպասեն, մինչ մեկնեն Լաս Պալմաս, կապիտան Վան Զանտենը որոշում է լիցքավորել ինքնաթիռը, որ Ամստերդամ վերադառնալուց ժամանակ չկորցնի Լաս Պալմասում։ Վան Զանտենը արտահայտել էր իր դժգոհությունը, քանի որ թռիչքի ժամանակը նախատեսվածից պետք է երկար լինի, իսկ դա ձեռնտու չէ ոչ օդաչուներին, ոչ էլ ավիաընկերությանը։ Այդ պատճառով, քանի դեռ կանգնած են, Վան Զանտենը որոշում է ինքնաթիռը լիցքավորել 55,000 լիտր ավիավառելիքով, ինչը առանցքային դեր է կատարելու քիչ անց։ Մինչ լիցքավորվում է KLM-ի Boeing-ը, Լաս Պալմասից տեղեկացնում են, որ ահաբեկիչները ձերբակալվել են, իսկ օդանավակայանը արդեն բաց է։ Pan American-ի օդաչու Վիկտոր Գրապսը դիմում է դիսպեչերին թռիչքի թույլատվության համար և ստանում այն։ Բայց չի կարողանում դուրս գալ թռիչքուղի, քանի որ իր առջև լիցքավորվում է KLM-ի Boeing-ը։ Տարածությունը նեղ է լինում շրջանցելու համար, և նա ստիպված սպասում է, մինչ KLM-ը կլիցքավորվի։ Քիչ անց հանկարծ եղանակը սկսում է կտրուկ վատանալ։ Րոպեների ընթացքում ամբողջ օդանավակայանը պատվում է մառախուղով։ Տեսանելիությունը 250 մետրից էլ պակաս է։ Քիչ անց, երբ լիցքավորվում է KLM-ի Boeing-ը, ժամը 16:58 րոպեին ավիադիսպեչեր Ջակոպո Գոնսալեսը հրահանգ է տալիս KLM-ի օդաչու Յակոբ Վան Զանտենին գնալ թռիչքուղու վերջ, շրջադարձ կատարել և սպասել թռիչքի հրահանգին։ Մինչ KLM-ը կգնա շրջադարձ կատարելու, ավիադիսպեչերը Pan American-ի օդաչու Վիկտոր Գրապսին հրահանգ է տալիս ետևել KLM-ին և C3 նրբանցքից ձախ շրջադարձ կատարել և ազատել թռիչքուղին, մինչ KLM-ը կթռչի։ Ոչ ավիադիսպեչերը, ոչ օդաչուները միմյանց չեն տեսնում մառախուղի պատճառով։ Օդանավակայանը փոքր է և հին, այնտեղ բացակայում են նույնիսկ ավիառադարները։ Նրանք իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնում են միմյանց միայն ռադիոկապի միջոցով։ Երբ Վիկտոր Գրապսը տեսնում է C3 նրբանցքը, հասկանում է, որ այն գտնվում է բավական սուր անկյան տակ, այս հսկա օդանավը պարզապես չի կարող նման կտրուկ մանևր կատարել։ Ուստի Գրապսը ենթադրում է, որ դիսպեչերը հնարավոր է նկատի ուներ հաջորդ C4 նրբանցքը, որն ավելի հարմար է նման մանևրի համար։ Նա որոշում է շարժվել առաջ դեպի C4 նրբանցք։
Ըստ երևույթի, ավիադիսպետչեր Ջակոպո Գոնսալեսը լավ ծանոթ չի լինում Boeing 747-ին։ Ծանրաբեռնված է լինում նաև ռադիոկապը, ինչի հետևանքով հաճախ լինում են ընդհատումներ և խշխշոցներ։ Երբ Վանզանտենը շրջադարձ է կատարում, դիսպետչերին ասում է «մենք սկսում ենք»։ Գոնսալեսը ասում է հետևյալը. «Օքեյ, սպասեք, մինչ ես կտամ թռիչք հրահանգ»։ Ավիադիսպետչերի ասած այս նախադասությունից Յակոբ Վանզանտենը լսում է միայն «օքեյ» բառը, մնացած դիսպետչերի ասած կարևոր նախադասությունը նա չի լսում այդ պահին ռադիոհաղորդիչում եղած խշխշոցի պատճառով։ Ժամը 17:06-ին Վանզանտենը շարժիչները միացնում է առավելագույն հզորությամբ և շարժվում է, չիմանալով, որ Pan American-ի Boeing-ը դեռ թռիչքուղում է։ Ուժեղ մառախուղի պատճառով Վիկտոր Գրապսը չի կարողանում գտնել նրբանցք։ Նրանք պատկերացում անգամ չունեն, որ KLM-ը ընթանում է ուղիղ իրենց վրա։ Վայրկյաններ անց Գրապսը դիսպետչերին ասում է «մենք դեռ թռիչքուղում ենք»։ Դիսպետչեր Գոնսալեսը ասում է «շատ լավ, տեղյակ պահեք ինձ, երբ ազատեք այն»։ KLM-ի երկրորդ օդաչու Կլաաս Մոերսը մի փոքր վատ, բայց լսում է խոսակցությունը և Վանզանտենին ասում է հետևյալը. «Կապիտան, դու լսեցի՞ր, Pan American-ը դեռ թռիչքուղում է»։ Վանզանտենը պատասխանում է «նրանք թռիչքուղում չեն»։ Կլաաս Մոերսը ինչ-որ բան զգում է և կրկին ասում է «բայց կապիտան, ամեն դեպքում մենք թռիչքի հրահանգ չենք ստացել, մենք իրավունք չունենք սկսել թռիչքը»։ Երկրորդ անգամ կապիտան Վանզանտենը մի փոքր կոպիտ պատասխանում է «ստացել ենք, կարող ես ճշտել»։ Վանզանտենի այս պատասխանից հետո Կլաաս Մոերսը այլևս չի միջամտում։ Վանզանտենը չսպասելով երկրորդ օդաչուի ճշտելուն շարունակում է արագություն հավաքել։ Վայրկյաններ անց Վիկտոր Գրապսը տեսնում է, թե ինչպես է KLM-ի Boeing-ը մեծ արագությամբ գալիս ուղիղ իրենց վրա։ Միակ տարբերակը Վիկտոր Գրապսին մնում է թեքվել և հեռանալ ճանապարհից ինչքան հնարավոր է շուտ։ Նա միանգամից բոլոր 4 շարժիչները միացնում է առավելագույն հզորությամբ և փորձում է դուրս գալ թռիչքուղուց։ Բայց այս 350 տոննանոց ինքնաթիռին ժամանակ է անհրաժեշտ արագություն հավաքելու։ Վանզանտենը միայն վերջին վայրկյաններին է նկատում Pan American-ին և հուսահատ փորձում է խույս տալ բախումից։ Նա ինքնաթիռը այնպիսի կտրուկ է վեր բարձրացնում, որ ետնամասը հարվածում է գետնին, կորցնելով հրման ուժը։ Բայց արդեն շատ ուշ է լինում։ Ժամը 17:06-ին KLM-ի Boeing-ը 250 կմ/ժ արագությամբ ոչ ուժգին բախվում է Pan American-ի Boeing-ին։ Դա լինում է բավական վթարի համար, չի բավականացնում ընդամենը մի քանի մետր։ Վայրկյանների ընթացքում զոհվում է 583 մարդ։ Ողջ հաջողվում է մնալ ընդամենը 61 հոգու, բոլորը Pan American-ի Boeing-ից, այդ թվում նաև օդաչուները։ Ուժեղ մառախուղի պատճառով դիսպետչեր Գոնսալեսը դեռ չի էլ պատկերացնում, թե ինչ տեղի ունեցավ վայրկյաններ առաջ։ Րոպեներ անց արդեն ամեն ինչ պարզ էր, բոլորը ականատես են լինում մի սարսափելի տեսարանի։ Թռիչքուղում Pan American-ի այրվող Boeing-ն է, որից փորձում են դուրս գալ ողջ մնացածները, իսկ մի քանի տասնյակ մետր այն կողմ մոխրակույտի վերածված KLM-ի Boeing-ն է, որի 248 հոգուց և ոչ ոքի չհաջողվեց փրկվել։ Շատերը սկսեցին մեղադրել KLM-ի օդաչու Յակոբ Վանզանտենին, ով առանց թռիչք հրահանգի ինքնուրույն որոշեց թռչել։ Չնայած այս ամենին, նույնիսկ նման իրավիճակում հնարավոր կլիներ այս սարսափելի բախումից խույս տալ, եթե KLM-ի օդաչու կապիտան Յակոբ Վանզանտենը լիցքավորած չլիներ օդանավը 55,000 լիտր ավիավառելիքով։ Հակառակ դեպքում օդանավը կլիներ անհամեմատ թեթև և օդ կբարձրանար մի քանի վայրկյան շուտ։ Մի քանի օր անց հայտնաբերվում է ինքնաթիռի սև արկղերը և պարզ է դառնում ամեն ինչ։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ դիսպետչեր Գոնսալեսը թռիչք հրահանգ չի տալիս։ Միմյանցից բավական տարբերվող անգլերենի ակցենտից դիսպետչերը Վանզանտենի ասածից հասկանում է, որ նրանք պատրաստ են, այլ ոչ թե սկսել են թռիչքը։ Գոնսալեսը ասում է «օքեյ, սպասեք, մինչ կտամ թռիչք հրահանգ»։ Հենց այս շատ կարևոր նախադասությունը խշխշոցից կապիտան Վանզանտենը չի լսում։ Նա լսում է միայն «օքեյ» բառը և դա ընդունում է որպես թռիչքի թույլատվություն։ Ամեն դեպքում դիսպետչեր Գոնսալեսը թռիչք հրահանգ չէր տվել։ Սա Գոնսալեսին ազատում է որևէ պատասխանատվությունից։
Այս ամենը տեղի ունեցավ ընդամենը 1 րոպեում, որը փոխեց ամբողջ աշխարհի ավիացիայի օրենքները։ Պաշտոնապես մեղավոր ճանաչվեց KLM ավիաընկերության օդաչու կապիտան Յակոբ Վան Զանտենը, ով առանց թռիչք հրահանգի սկսեց թռիչքը։ Բայց Նիդերլանդների ավիացիոն հետաքննիչները պնդում էին, որ եթե կապիտան Վան Զանտենը լսեր դիսպեչերի այն հրահանգը, որ պատրաստ եղեք սպասեք թռիչք հրահանգի, Վան Զանտենը չէր սկսի թռիչքը։ Այնուամենայնիվ, վթարի ամբողջ պատասխանատվությունը կրում է KLM ավիաընկերությունը և դրամական խոշոր փոխհատուցում է տալիս բոլոր զոհվածների հարազատներին։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։